Ներքին լսարանի համար մասնակցելով ուժեղ կամ թույլ տղու գոնկին, վարչապետի աթոռին սոսինձված անձը մոռանում է մի կարևոր բան. միակողմանի զիջումները վերածնում են Հայաստանի միակողմանի սակարկության օբյեկտ և զրկում են Հայաստանի Հանրապետությանը սուբյեկտությունից։ Չնայած նա իր սպառողներին անընդհատ հրամցնում է օբյեկտիվիզմի և սուբյեկտիվիզմի թեմաները, չշեշտելով, որ իր միակողմանի զիջումները սահմանադրության փոփոխությունը ի հաճույք Իլհամ Ալիևին, տարածքային զիջումները ի հաճույք Իլհամ Ալիևին, թրիփի միակողմանի զիջումները ի հաճույք Իլհամ Ալիևին, Էրդողանին և Թրամփին բերեցին դրան, որ Հայաստանը կանգնած է անդունդի եզրին։ Եվ հունիսի 6-ին դուք ունենալու եք վերջի շանսը այդ քայլ դեպի անդունդը չանել և գնալ ուրիշ ճանապարհով, արժանապատիվ ճանապարհով, մոռանալով հպարտությունը, տգիտությունը և միակողմանի զիջումները։ Լավ եղեք, զգույշ եղեք և զգոն եղեք։